Սիրելի ֆուտբոլասերները Աֆելում հերթական խաղային օրը մոտենում է ավարտին ու արդեն օրվա վերջին հանդիպումը կդիտենք, որտեղ Էլիտ լիգան ներկայացնող երկու թիմեր են մրցելու միմյանց Մանչեսթեր Սիթին ընդդեմ Կադիսի ևս մեկ կարևոր ու հետաքրքիր դիմակայություն, այո, թիմերը մրցաշարային աղյուսակում գտնվում են հարևանությամբ Սիթին այս պահին 21 միավորով 4-րդ հորիզոնականում է, Կադիսն էլ 25 միավորով 3-րդ է, ինչը նշանակում է, որ այսօր իհարկե առաջին հերթին Մանչեսթեր Սիթին միայն ու միայն հաղթանակ է հարաժեշտ այս խաղում։ Եկեք արագորեն ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին, որից հետո արդեն կանադառնանք հանդիպանը։ Սկսենք Սիթիից, դարպասը պաշտպանում է Վայեմ Ուրադյանը համար 1, Սասուն Զորաբյան համար 3, Ռոբերտ Խլղացյան համար 4, Ռոմիկ Սարգսյան համար 6, Անատոլի Գաբրիելյան համար 7, նա թիմի ավագն է, Դանի Պետոյան համար 10, Սմութ Պերեդե համար 11, Գերա Կոստենկով համար 17, Այնլա Աբալ համար 20 եւ Արտաշես Արաքելյան համար 22։ Կադիս Մարտին Ստեփանյանը պաշտպանում է դարպաս համար 1, Վարազդատ Դուրգայան համար 3, նա թիմի ավագն է, Հայկ Ղևոնդյան համար 4, Կարեն Ավետիսյան համար 5, Նարեկ Մակարյան համար 8, Սարապյան Բաբաբլոյան համար 77, Սևատ Աուհանյան համար 10, Ռուբիկ Ջուլակյան համար 23, Կարեն Շիրխանյան համար 27 եւ Ռոբերտ Վիդանյան համար 80, այսպեսի հայտարարել ունի այս հանդիպման հետ կապված Կադիսը իհարկե հանդիպման թիմերի հայտարարությունները ներկայացնելուց արդեն պարզ դարձավ, որ այսօր Մանչեսթեր Սիթին ունի շատ կարևոր ֆուտբոլիստի բացակայություն ներկա չէ այս հանդիպմանը Արշակ Պողոսյանը իհարկե Վիլյարեալի դեմ խաղում նա ստացավ վնասվածք ու այսօր Սիթին չի կարող օգնել խաղադաշտում, բայց Սիթին պետք է փորձի արդեն առանց Արշակ Պողոսյանի լուծել Կադիսի հետ կապված այս հանդիպման խնդիրը իհարկե ու տեսնենք արդեն թիմերը ինչպիսի ֆուտբոլ կմատուցեն Պետոյանն է գնդակով դեպի Ավալ ուղարկեց, ստացավ պատասխան փոխանցում խաղանկերոջից, իսկ այս պահին Կադիսը եւ Մանչեսթեր Սիթին 11-ական հանդիպումներից հետո ունեն 25 միավոր ունի Կադիսը, ով գտնվում է 3-րդ հորիզոնականում, Սիթին էլ 21 միավորով 4-րդն է, այո, Լեռնային Արցախը այսօր տարավ հաղթանակ ու արդեն շրջանցեց Կադիսին եւ 27 միավորով վեր բարձրացավ 2-րդ հորիզոնական, Վիլյարեալն էլ ինչպես նշեցի 10 հանդիպումից հետո ունի վաստակած 30 միավոր ու անպարտելի առանց միավորների կորուստի Վիլյարեալը շարժվում է առաջ, ինչը նշանակում է, որ իհարկե այս հանդիպումը արդեն երկու թիմերի համար էլ շատ կարևոր է, հատկապես առաջատար իհարկե Վիլյարեալից արդեն ետ են այս թիմերը որոշակի միավորներով եւ իհարկե եւս մեկ միավորի կամ երկու միավորի կորուստ արդեն կարող է մրցաշարին ավարտին մոտ բավական այսպես ասած իր հետքը թողնել երկու թիմերի գործողություններում Խլղացյանն է գնդակով երկար փոխանցում խորքից, բայց այստեղ Դուրգայանից հեռացավ գնդակը դաշտի սահմաններից, ոչ չհեռացավ, պարզապես փակեց գնդակի ուղղությունը Վարազդատ Դուրգայանն ու հետո խաղանկերը կարողացավ պահել գնդակը դաշտի սահմաններում եւ Կադիսի գրով Ֆիդանյանն է աճեզրում, դիմավորեց Արաքելյանը Ֆիդանյանին, բայց շարունակում է Կադիսը իր գրով, բայց արդեն իհարկե Ֆիդանյանը ոչ միայն կորցրեց, հետո էլ արդեն խախտեց խաղի կանոնները Արտաշես Արաքելյանի դեմ պայքարում, այո, թիմերը իսկապես շատ հետաքրքիր հանդիպումներ են անցկացրել Էլիտ լիգայի այս խաղարկությունում եւ երկու թիմերն էլ օրինակ համառ պայքար են մղել Ատլետիկո Երևանի դեմ Սիթին հաղթել է Կադիսը ոչ ոքի է խաղացել Ատլետիկոյի հետ, երկու թիմերն էլ իսկապես դեռ միջև համոզված է, միջև չեմպիոնական վերջի տուրը Էլիտ լիգայի պայքարի մեջ լինելու փորձելու են
Այարկե Էլիտիգայի այս խաղարկությունը հաղթարել երկու թիմերն էլ իրատեսական շանսեր ունեն, պարզապես հիմա արդեն մրցաշարային աղյուսակում մի փոքր պատկեր այնպես է վերադասավորվել, որ Վիլյարեալին կրկնում են բոլոր թիմերը իհարկե զիջում են որոշակի միավորներ, բայց դեռ մի ամբողջ երկրորդ շրջան մրցաշարի առջևում է ու դա բավական խաղաժամանակ է իհարկե երկու թիմերի համար էլ այդ միավորների կորուստը շտկելու համար կոնկրետ այս երկու թիմերից օրինակ Կադիսը դեռ պետք է առաջին շրջանում իր հանդիպումը անցկացնի Վիլյարեալի դեմ, Սիթին մրցեց նախորդ տուրում, որտեղ պարտվեց 2-1 հաշվով իհարկե շատ լարված ու հետաքրքիր հանդիպում վերադասավորվեց այնտեղ, բայց ամեն դեպքում կարողացան հաղթանակի հասնել Վիլյարեալի ֆուտբոլիստները այդ խաղում 2-1 հաշվով այնտեղ միայն կարողացավ Խելղացյանը վերջում Սիթիից կրճատել հանդիպանաշիվը 2-0 մինչև այդ 7 Վիլյարեալի եւ հիմա արդեն Պետոյանի փոխանցումը շատ վտանգավոր էր, բայց այստեղ փակվեց։ Եթե չեմ սխալվում Ջուլակյանի կողմից Շիրխանյանն է գնդակով երկար փոխանցում առաջ, բայց Բաբաբլոյանի համար ուժեղ ստացվեց այս փոխանցումը ու հիմա արդեն Սիթին է փորձում եւս մեկ գրով սկսել Ավալի ջանքերով, բայց գնդակը Ավալը դեպի հետ Խելղացյանի ուղղությամբ ու արդեն կար խաղի կանոնների խախտում Ֆիդանյանի կողմից Խելղացյանի դեմ պայքարում, այո, կորցրել է շուշտը գնդակը Սիթին, բայց խաղի կանոնները արդեն իսկ Ֆիդանյանը խախտել էր ու հիմա տեսնենք ինչ պատեց Խելղացյանին։ Ամեն ինչ կարգին է Ռոբերտ Խելղացյանի հետ շարունակում ենք հանդիպումը Պետոյանն է գնդակով դեպի Պերեդն ուղարկեց այստեղ խաղարկում Պետոյան դեպի Ավալը շատ լավն էր այս փոխանցումը Պետոյանի կատարած իսկապես շատ լավ է զգում խաղադաշտ այս ֆուտբոլիստ հիմա տեսեք մնում է գնդակով Դանի Պետոյանը դեպի հետ Խելղացյանի ուղղությամբ ու հասցրեց Խելղացյանն էլ դեպի աճ ուղարկել ճիշտը չասավ այստեղ գնդակը Արաքելյանին Շիրխանյանը լավ գործեց ու փոխանցում էլ կատարեց բայց Կոստենկովը արդեն հասցրեց Փակել գնդակի ուղղությունը նորից Արաքելյանն է գնդակով եւս մեկ գրոյի է փորձում հասնել Մանչեսթեր Սիթին Պետոյան դեպի կենտրոն Ավալի ուղղությամբ ու արդեն Ավալը հարկում է գնդակը Պերեդեի հետ Գաբրիելյան այստեղ թիկունքից լավ աշխատեցին Գաբրիելյանի Ջուլակյանի մոտ հայտնվեց գնդակը դեպի Սևատա Օհանյանը փոխանցում բայց այստեղ Ավալը մինչև վերջը պայքարում ու արդեն գնդակը նորից Մանչեսթեր Սիթի ֆուտբոլիստների մոտ է Պետոյան նորից Ավալին է ուղարկում գնդակ ու արդեն գնդակը տեղափոխված է ձախ եզր Խելղացյանի ուղղությամբ Խելղացյան հրաշալի փոխանցում Պերեդե պետք է բացել հաշիվը բայց այստեղ Ստեփանյանը փրկում է Կադիսին ամենավտանգավոր բանն էր այս հանդիպան որը ստացավ Մանչեսթեր Սիթին ու Պերեդեն հայտնվեց հարվածային դիրքում բայց այստեղ Ստեփանյանը շատ վստահ գործեց անկյունային խաղարկումն իրականացված է Պերեդե դեպի կենտրոն բայց չասավ այստեղ էլ գնդակը Պետոյանին Շիրխանյանը խլեց ու հիմա արդեն Կադիսն է անցնում պատասխան գրոյին բայց մի փոքր թույլ էր դեպի Օհանյանն ընթացող այս փոխանցումը ճիշտ մնում է գնդակը Կադիսի մոտ Օհանյան ու բրավո Խելղացյան այո վերջի պահին հասցրեց հեռացնել գնդակը այլապես արդեն Սևադա Օհանյանը պատրաստում է հարված կատարելուն հիմա արդեն անկյունայինին կհետևենք որը Կադիսն է իրականացնելու Խաղարկեց գնդակը Կադիսը Շիրխանյանն է գնդակով դեպի հետ Ֆիդանյանի ուղղությամբ Ֆիդանյան ձախ ոտքով հարված ու Մուրադյանը հեռացնում է գնդակի հիմա էլ գլխով փորձ ու երկրորդ հարվածն բավական վտանգավոր ստացվեց եւ Վայե Մուրադյանը կրկին միջամտեց դրվագին նորից է անկյունային իրականացնելու Կադիսը Կասուլիչը Ֆիդանյանի փոխանցումը տեսնենք ու վտանգավոր գոտում Ղևոնդյանը ստացավ հարված կատարելու հնարավորություն շատ վտանգավոր է Ղևոնդյանի հարվածը բայց իհարկե մի փոքր պետք է ավելի աճ հարված էր որից հետո կարծում եմ կհայտնվեր գնդակը ցանցում իհարկե շատ շեղեց գնդակի ուղղությունը Ղևոնդյանը Ֆիդանյանի փոխանցումն էլ արդարության համար ասենք մի փոքր ավելի ուժեղ է ստացվել քան պետք էր աննշան շեղման համար ու հիմա արդեն փորձեց Սիթին գրոհ սկսել, բայց կորցրեց Պերեդեն այստեղ գնդակը։
Խլղացյանն է, նետում եսից, բերեդ է ներողություն ավալի ուղղությամբ, դեպի աջ Առաքելյանն այստեղ եմ, այո նախորդ տուրի խաղում Առաքելյանը բացակայում էր Սիթի հայտարարությունում, նա չկար Վիլյարեալի դեմ խաղում, իսկապես շատ կարևոր ֆուտբոլիստ էր այդ հանդիպման հետ կապված հատկապես Առաքելյանը, եթե նա լիներ իհարկե խաղադաշտում այդքան տարածությունները Վիլյարեալի ֆուտբոլիստները արձակման գծում չէին ունենա, բայց ամեն դեպքում այդ հանդիպումը արդեն անցյալում է, այնտեղ Վիլյարեալը արժանացել է երաժշտական 3 միավորին, իսկ հիմա այո, տեսեք, փոփոխություն է տեղի ունենում Մանչեսթեր Սիթիի կազմում Պերեդեի փոխարեն մտնում է խաղադաշտ Սասուն Զոհրաբյան, այո, սա նրան նորամուտի հանդիպումն է Մանչեսթեր Սիթիի կազմում, բավական մեծ ճանապարհ ունի Զոհրաբյանը անցած ԱՖԼ-ում ու հիմա արդեն պաշտպանում է Սիթիի գույները եւ տեսնենք նրա նորամուտի հանդիպումը ինչպես է ստացվելու Մանչեսթեր Սիթիի կազմում, այո, բազմաթիվ ակումբներում նա հանդես է եկել Ինտերից տեղափոխվեց Ռեալ Մադրիդ, հետո էլ արդեն Մանչեսթեր Սիթի ու հիմա արդեն բնականաբար ավելի հոգեհարազատ ակումբում փորձի Զոհրաբյանը ավելի արդյունավետ ֆուտբոլ մատուցել, քան միջ այդ էր, իսկ նա թե ինչպես է խաղում խաղադաշտում արդեն կարծում եմ ովքեր հետևել են Ինտերի կամ Ռեալ Մադրիդի հանդիպումներին քաջ ծանոթ են Զոհրաբյանի անցկացած բոլոր հանդիպումներից շատ լավ է զգում խաղադաշտը, գնդակը ու այն դիրքը, որտեղ տվյալ պահին տեղ է զբաղեցնում Զոհրաբյանը, հիմա արդեն տեսնենք նա ինչպես կգործի խաղադաշտում, հիմա նա է հենց գնդակով դեպի Պերեդեն ներողություն ավալ ուղարկեց գնդակը Զոհրաբյանը, խաղարկում է Գաբրիելյանի հետ ավալն էլ Անատոլի Գաբրիելյան թողեց Առաքելյանին շարժվում է առաջ Արտաշես Առաքելյանը նորից ավալ Խլղացյան դեպի կենտրոն Պետոյանը հարվածային գոտում է, բայց շարվածեց Պետոյանը, հիմա տարավ դեպի աջ, իսկ հիմա է հարվածում, բայց այստեղ Շիդխանյանը փակեց գնդակի ուղղությունը, իսկ հերվից այստեղ արդեն Պապաբլոյանի հարվածը շեղ ստացվեց, այո, նկատեց, որ Վահե Մուրադյանը դարպասում չէ ու փորձեց հերվից գրավել դարպասը, բայց բավական շեղությամբ ընթացավ Պապաբլոյանի կատարած հարվածը Խլղացյան դեպի Վահե Մուրադյանն է գլորում գնդակ ու Սիթին փորձում եմ փորքից եւս մեկ գրոհ կազմակերպել Մուրադյան դեպի աջ Առաքելյանի ուղղությամբ նորից Մուրադյան ռիսկի դիմեց այստեղ Սիթի դարպասապա, բայց Վահե Մուրադյանը արդարացրեց ինքը ռիսկը Կոստենկով շատ վստահ գործեց Կոստենկովն էլ այստեղ կատարեց փոխանցում ու Ջուլակյանը առաջին արձագանքեց գնդակին Կարեն Շիրխանյան Ցածրից փոխանցում այստեղ փակում է ավալը գնդակի ուղղությունը կատարում փոխանցում դեպի Պետոյան ու հիմա արդեն գործում է Սիթին եւս մեկ գրոհ սկսել ուղարկեց Պետոյանը գնդակը Զոհրաբյանին Օրից Պետոյանը դեպի Խալղացյանն է կատարում եւս մեկ փոխանցում Դանի Պետոյանը ավալ ստացավ Խալղացյանը եւս մեկ փոխանցում ավալը Նորից Խլղացյան ու դեպի ետ գլորեց Խլղացյանն էլ այոն եւս մեկ գրոհ սկսի հիմա Սիթին տեսեք արդեն Առաքելյանը ձախ եզրում է նրան իսկապես ամենուր պաշտպանությունում կարող են տեսնել թե աջ թե ձախ թե կենտրոնում իհարկե շատ վստահ է գործում Արտաշես Առաքելյանը ու շատ լավ են հասցեագրում այն գոտիները որտեղ տարածություն են բացազատվել մրցակիցների համար Առաքելյանը իհարկե երբ խաղում է Սիթի հայտարարում մրցակցի ֆուտբոլիստները դա իհարկե հաշվի առնում են իդեպ իհարկե առողջության լավագույն զույգերից մեկն է Խլղացյան Առաքելյան այս զույգը պաշտպանությունում իսկապես շատ ամուր պաշտպանություն ունի Մանչեսթեր Սիթին երբ այս երկու ֆուտբոլիստները գտնվում են խաղադաշտում թողեց հիմա Խլղացյանը գնդակը Մուրադյանին դեպի Զոհրաբյանը ու տեսեք մեկը պումով էլ Զոհրաբյանը ուղարկեց դեպի Աչեզը Խլղացյանի ուղղությամբ պահեց գնդակը Խլղացյանը դաշտի սահմաններում ավալ նորից Պետոյան շարժում է առաջ Դանի Պետոյանը տեսեք ինչ որոշում կայացնի Գաբրիելյան Պետոյան Անդրաթեր այսպես կարող են խաղարկել իհարկե գնդակը Սիթի ֆուտբոլիստները նույնն էլ կարող եմ Կադիսի մասով ասել, բայց պետք է իհարկե ավելի խորը սուր փոխանցումներ հիմա կա փոխանցում դեպի Կոստենկովը, բայց այստեղ
Կորսենկովի փոխանցումը մի փոքր անաչով ստացվեց, իհարկե փորձեց գնդակը պահել Սիթին, բայց Կորսենկովի կատարած փոխանցումից հետո գնդակը հեռացավ դաշտի սահմաններից դուրս։ Մարուցյան ու այստեղ Կորսենկովն է գնում գնդակի խլման եւ շատ հաջող կերպով իրականացնում այդ ամենագերա Կորսենկով ուղարկեց գնդակը ավելի ուղղությամբ վտանգավոր իրավիճակ է, բայց չթողեցին ավալին հարված կատարել, դա արեց Պետոյանն ու փակվեց Պետոյանի հարվածի ճանապարհը Շիրխանյանի կողմից։ Խլղացյանն է գնդակով արագ հաղարկեց Սիթին եզրային նետումը։ Երկար փոխանցում դեպի Զորաբյանը վտանգավոր է ու բացված է հանդիպան աշիվ այո Սասուն Զորաբյանը նորամուտի խաղում աչքի է ընկնում դարպասի գրավման 1-0 Սիթին առաջ է անցնում աչքի մեջ։ Մեկ-0 Սիթին բացում է այս հանդիպան աշիվ, այո շատ լավ հարվածով աչքի ընկավ Սասուն Զորաբյանը, որից հետո արդեն ոչ ոք ոչինչ չհասցրեց անել, բայց Խալղացյանի փոխանցումն էլ իհարկե ինչ հաշվի նկատ էր, որը կատարեց Սիթիի պաշտպանը դեպի Զորաբյանը ու արդեն առաջին դարպասի գրավումը ունեցանք։ Եվ տեսնենք ինչով պետք է փորձի պատասխանել Կադիսը, բայց ինչ անում այստեղ Պետոյանը, Կորսենկով Զորաբյան դուպլից նրան իհարկե մեկ հարված պակասեց, փորձեց կրունկով շեղել գնդակի ուղղությունը այստեղ Զորաբյանը, բայց իհարկե չստացվեց, եթե կարողանար հեղինակել այստեղ Զորաբյանը Կադիսի դարպասը կատարած հարվածով իհարկե գոլ գրանցեր եւս մեկ անգամ իր անվան դիմաց պատկերացնում եք որքան արժեք կստանար Պետոյանի կատարած անցումը միջև Զորաբյանին գնդակ հասցեագել իսկապես շատ գեղեցիկ արեց Դանի Պետոյանը ամեն ինչ, բայց վերջին հարվածը այդպես էլ դիպուկ չստացվեց Մանչեսթեր Սիթի ֆուտբոլիստների գործողություններում։ Պետոյան թողում է գնդակը Ավալին ու հիմա արդեն Ավալին ուղարկեց Արաքելյանի ուղղությամբ, չկար այստեղ խաղի կանոնների խախտում։ Ֆիդանյանը կանգնեց Ավալի ոտքին ու հիմա տեսնեք ինչ պատահեց Ավալին։ Մուրադյանը երկար փոխանցում է կատարում առաջ դեպի Զորաբյանը, բայց բավական ուժեղ ստացվեց այստեղ Վայեն Մուրադյանի կատարած փոխանցում ու արդեն Կադիսն է փորձում գրով սկսել Մարուցյան։ Իսկ նախորդ տուրի խաղում իհարկե ֆենոմենալ դարպասի գրավում իրականացրեց Մարուցյանը Ատլետիկո Երևանի դեմ խաղում շատ հրաշալի գոլով աչքի ընկավ, այո։ Ձախ ոտքին հարմարեցրեց գնդակու հեռավոր անկյունը գրավեց։ Իհարկե նմանատիպ դարպասի գրավումները էլ ավելի են շքեղացնում Աֆել ու իսկապես այդ խաղում Մարուցյանի խփած գնդակը շատ գեղեցիկ ստացվեց, ես իսկ կնետիմ։ Կադիսը կատարված է եզրային նետումը Շիրխանյան։ Շիրխանյան ստացվեց փոխանցել դեպի Ֆիդանյանը, նորից գրովում է Կադիս արդեն աջ եզրով, բայց տեսնենք Ֆիդանյանը հարված եղավ անդրադարձում Մուրադյանը վերցրեց այստեղ գնդակ, այո,
Խլղացյանը շատ լավ էր դիրքավորված ու թույլ չտվեց այդպես էլ Ֆիդանյանին հարմար հարված կատարելու հնարավորություն ստանա Կոստենկով դեպի Գաբրիելյանը ընդունեց Անատոլի Գաբրիելյանը գնդակը կա փոխանցում Պետոյանի ուղղությամբ տեսնենք այս գրո Պետոյան դեպի կենտրոն բայց առանց նայելու այստեղ Պետոյանը փոխանցեց իհարկե փորձեց գալ խաղանկերոջը բայց չկար City ֆուտբոլիստներից ոչ ոք այդ դրվագում Ֆիդանյան եւս մեկ փոխանցում ու շատ վտանգավոր էր, բայց այստեղ արդեն ոչ ոք չկար որպես եզրափակել, իսկ հիմա փոփոխություն կտեսնենք։ Եզրային իրականացված է Գաբրիելյան, փորձեց ավելացնել գնդակի ուղղությունը, բայց Դուրգայանը այստեղ շատ վստահ պաշտպանվեց։ Պետոյան թողնում է Խլղացյանին։ Նորից Պետոյան։ Ու եզրային նետում կտեսնենք։ Ավալ ուղարկեց Պերեդեին, նա վարկյանները առաջ վերադարձավ խաղադաշտ, փոխարինվեց Զորաբյանը։ Ու հիմա այս գրո տեսնենք Կարեն Շիրխանյան կա ձախից տարբերակ, բայց մինչև իհարկե նկատեց խաղանկերոջը արդեն փակվեց փոխանցման ճանապարհ ու հիմա տեսնենք այս գրո City Գաբրիելյան ուժեղը փոխանցում է Գաբրիելյանի համար Մակարյան շարժվում է առաջ գնդակով Մակարյան ուղարկեց Զախ բայց այստեղ ավալը շատ հաջող գնդակի խլում է իրականացնում ուղարկում Պերեդեին նորից ավալ ու դեպի Խլղացյանն է ավալն է փոխանցում Արաքելյան Պետոյան Փորձում եմ շատ հանգիստ եւս մեկ գրոց սկսել Մանչեսթեր Սիթին, Արաքելյանն ներկրկին գնդակով աչրեզրում ուղարկեց Կոստենկովին դեպի կենտրոն մեկ հպումով լավներ փոխանցումը Գաբրիելյան մնում է գնդակով Անատոլի Գաբրիելյանը ու շատ լավ գործեց Պերեդեին ուղարկեց գնդակը եւ նորից վտանգավոր գրո է սկսում Սիթին Պետոյան, բայց այստեղ լավ չհասկացան միմյանց Սիթիի ֆուտբոլիստերը ու հիմա արդեն Կադիսը սկսի եւս մեկ գրո Շիրխանյանն է շարժվում առաջ, բայց այստեղ էլ տեսեք ավալը հրաշալի գործեց Գաբրիելյան եւս մեկ վտանգավոր գրոյի անցել Սիթին, բայց այստեղ Պերեդեն լավ չընդունեց Գաբրիելյանի կատարած փոխանցում, իսկ այստեղ չկար խաղի կանոնների խախտում, մաքուր գործեցին Կադիսի պաշտպանները, երկար փոխանցում դեպի առաջ Ֆիդանյան լավ է գործում, բայց իհարկե Խլղացյանը միջև վերջը պայքարում Ջուլակյան հարված ու շեղ է ստացվում Ջուլակյանի հարվածը սա ամենավտանգավոր բանն էր Կադիսի գործողություններում այս խաղում իհարկե մեկ անգամ էլ Ղևոնդյանը ստացավ գլխով կատարելու հնարավորություն, բայց կրկին շեղությամբ ընթացավ գնդակը, իսկ սա իհարկե ամենավտանգավոր բանն էր Ջուլակյանը իրատեսական շանսերն ուներ հանդիպման հավասարեցնելու Խլղացյան դեպի ձախ է փոխանցում Խլղացյանը Գաբրիելյանն է ստանում այստեղ էլ գնդակը Պետոյանին թողեց նորից ավալ դեպի Արաքելյան ու տեսեք շատ հանգիստ Սիթին պաշտպանությունում խաղարկում է գնդակը ու այստեղ էլ Խլղացյանի փոխանցման ճանապարհը Շիրխանյանն է փակում, բայց ավալից շատ ժամանակ չպահանջվեց գնդակը վերականգնելու համար ու տեսեք վտանգավոր գրո դեպի Պերեդեն փոխանցեց ավալը ու գցեց այստեղ Պերեդեն ճիշտ է Սիթի գրոյի տեմպը, բայց մնում է գնդակը Սիթիի մոտ Գաբրիելյան, աչքից կա Կոստենկովը դեպի ետ է ուղարկում Արաքելյանին նորից Խլղացյան
Գաբրիելյան վտանգավոր իրավիճակ է, տեսեք վերջին արվածը պակասում է City գործողություններում։ Անկյունային ամեն դեպքում իրականացնում Manchester City-ն։ Արագորեն խաղարկեցին գնդակը։ City ֆուտբոլիստները Խալղացյան նորից բերել է դեպի Պետոյանը։ Արաքելյան, տեսեք։ City-ն խաղարկում է գնդակը իհարկե որքան ցանկանում է այս րոպեներին, բայց դա բավական չէ իհարկե եւս մեկ գնդակ հեղինակելու համար պետք է հարված իրականացնել մրցակցի դարպասի ուղղությամբ։ Մուրադյան այստեղ ռիսկի է նորից դիմում Manchester City-ին, բայց Մուրադյանը կրկին վստահ է գործում, Պետոյան լավ չընդունեց գնդակը, այստեղ Պետոյան ու սա շանս է Կադիսի համար, բայց Ֆիդանյանի հարվածը թույլ ստացվեց ու արդեն Վահե Մուրադյանը ճիշտ է դիրքավորվել, այնպես որ նույնիսկ ցանկության դեպքում բարդ կլիներ Ֆիդանյանի մոտ գնդակը անցկացնել Մուրադյանի գլխի վրայով։ Չանցավ նաև այստեղ Պերեդեի փոխանցումը, Շիրխանյան կա փոխանցում դեպի Հովանյանը, Մարությանը փորձեց դեպի ծախ ուղարկել գնդակը, բայց արդեն Արաքելյանը նորից տեսեք շատ վստահ է պաշտպանվում City-ն, Կոստենկով լավներ անցում Աջեզրով ու զարգացնում է արագություն, Կոստենկովը կա փոխանցում Պետոյանին ու այստեղ բարձր է ստացվում Պետոյանի կատարած հարվածը, համաձայն եմ իհարկե բարդ իրավիճակում, թե Կոստենկովը փոխանցեց, թե Պետոյանը հարվածեց ու խաղակեսը հենց այստեղ էլ ավարտում ենք 1-0 առաջում Սասուն Զորաբյանի խփած գնդակը միակն է խաղադաշտում կարճ դադար, որից հետո կշարունակենք այս Սերի ֆուտբոլիստներն մեկտարկում է Manchester City կանտիս հանդիպման երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո մեկ գնդակի առավելություն ունի Manchester City-ն Սասուն Զորաբյանի խփած գոլի շնորհիվ վաղտում է Manchester City-ն այս պահին նվազագույն հաշվով ու տեսնենք երկրորդ խաղակեսում ինչ կմատուցեն, ինչպիսի ֆուտբոլ կմատուցեն թիմերը։ Մեծ Ֆիդանյանը անմիջապես Կադիս ստացավ գրոյի, բայց բարձր է ստացվում Ֆիդանյանի հարվածը։ Ու տեսնենք իհարկե Կադիսի համար մեկ խնդիրը պետք է հանդիսանա որքան հնարավոր շուտ Կադիսը փորձի պատասխան գնդակ է հեղինակել ու հաշվի հավասարությունը վերականգնել, բայց իհարկե դա այնքան հեշտությամբ չի ստացվելու, քանի որ մրցակիցը Manchester City-ն է։ Զորաբյան այստեղ լավ Պակեց մարմնով գնդակ ուղարկում են Պերետեն էլ գնդակը ավալին ստանում պատասխան փոխանցումը, բայց այստեղ վերջի պահին ստացվեց այո նորից ավալին ուղարկել գնդակ, այլապես Կադիսը գնդակ կլելու դեպքում բավական արագ հակագրոհի էր անցնում Զորաբյան Պայլ է գնդակը դաշտի սահմաններում Զորաբյանը դեպի Ավալը պայքարում գնդակի համար, բայց այստեղ էլ Մակարյանը ամեն դեպքում փոխանցեց Մուրադյան, իսկ հիմա հասնում է City դարպասապը հեռացնել գնդակը Սարգսյան պահում է գնդակը City-ն իսկ հիմա արդեն ոչ Կադիսը շատ արագ են վերականգնեց գնդակը Ջուլակյանի երկար փոխանցում առաջ Ֆիդանյանն է բաժանացնում գնդակը եւս մեկ փոխանցում ու արդեն Խլղացյանը Պագեց գնդակը ճանապարհը Ավալ այստեղ ռիսկի դիմեց Ավալը Ֆիդանյանը հարված ու նորից բարձր է ստացվում Ֆիդանյանի հարված, այո Կադիսը փորձում է երկրորդ խաղակեսում արդեն որևէ բան առաջարկել արդեն Կադիսը երկրորդ խաղակեսը ակտիվ է մեկնարկել քան իհարկե առաջիններու փորձում են որքան հնարավոր է շուտ իհարկե հավասարեցնել հանդիպման հաշիվը Խլղացյան երկար փոխանցում առաջ դեպի Սարգսյանը լավ իջեցեց Սարգսյանը այստեղ գնդակ ու հետո արդեն այո խախտեց խաղի կանոնները թիկունքից էր Ժուլակյանին Արուսյան դեպի Դուրգայանն է գլորում գնդակը դեպի Ձախել Դուրգայան ուղարկեց Շիրխանյանի ուղղությամբ Մակարյան մեկ հպումով նորից Դուրգայանին կրկին Շիրխանյան լավ է Կադիս այս դաշտի այս հատվածում խաղարկում գնդակը Շիրխանյան նկատել էր Դուրգայանին, բայց իհարկե փոխանցումը այնքան էլ հեշտ չէր այդքան ֆուտբոլիստի միջով անցկացնել Ֆիդանյան երկար փոխանցում դեպի Տուգանայինի Մատույստեր ու Մուրադյանը հեռացնում է գնդակը Դուրգայանն էր այնտեղ փորձում արձագանքել Ֆիդանյանի փոխանցմանը, բայց իհարկե Մուրադյանը ավելի շուտ հեռացեց գնդակ, իսկ հիմա խաղի կանոնների խախտում են նշանակում մրցավարը Manchester City դարպասի ուղղությամբ
տեսնենք ով է իրականացնելու այս տուգանայինը, կարծես Կարեն Շիթխանյանն է պատրաստում հարված կատարելուն։ Ու տեսնենք այս Սուլիչը կա Շիթխանյանի հարվածը նույնպես բայց շեղությամբ է ստացվում Շիթխանյանի հարվածը չնայած անկյունային վաստակում է այս իրավիճակում Կադիսը եղավ անդրադարձ անկյունային իրականացնեն Կադիսի ֆուտբոլիստները Շիթխանյան փոխանցում հեռացեց Մուրադյանը գնդակը Մարության ստացվեց հարվածել բայց մնաց գնդակը Մարությանի մոտ իսկ հիմա հարվածը թույլ է ստացվում ու Մուրադյանը իհարկե չնկատեց որ կա հարցակման գծում ազատ տարածություն այլապես ավելի շուտ կարող էր Պերեդեին ուղարկել գնդակը Կոստենկով դեպի Սարգսյանը, իսկ այստեղ Դուրգայանն է լավ գործում, հետո էլ Սարգսյանը վերականգնեց գնդակ ու հիմա շարունակությունը տեսնենք ուղարկեց Պերեդեին լավներ այս փոխանցումը Կոստենկով ու Ստեփանյանը բրգում է այս իրավիճակում Կադիսին այո հիմա Սիթին կորցրեց շատ լավ հնարավորություն հաշիվը կրկնապատկելու համար ուներ մի քանի տարբերակ Կոստենկովը բայց Ստեփանյանը կրեց նրա հարվածի ուղղություն ու այսպես անկյունային միայն վաստակեց Սիթին այս դրվագից հետո Արագ խաղարկում է անկյունայինը Մանչեսթեր Սիթին Կոստենկով եւս մեկ փոխանցում Զորաբյանն էր նորից պատրաստվում հարվածելուն, բայց դա թույլ չտվեցին Կադիսի ֆուտբոլիստները Խլղացյան գուցե հրվից փորձի, բայց ամենայն դեպս գնդակի մոտ Խլղացյանը շատ լավներ այս փոխանցումը Պերեդեի ուղղությամբ իսկ հիմա արդեն թույլ է ստացվում Պերեդեի կատարած հարվածը Ստեփանյանն էլ ուղարկում է գնդակը Մակարյանին, թողեց Շիթխանյանին, Մակարյանը ու շարժվում է առաջ, շատ լավներ այս փոխանցումը, բայց Վայե Մուրադյանն էլ ամենաճիշտ բանը արձագանքեց ու այստեղ վերցրեց գնդակը առանց որևէ խնդիրների առաջացնելու Զորաբյան թողեց գնդակը ավալին նորից Սիթին է սկսում գրոհ այ շատ քիչ վարքյաններ են անհրաժեշտ երկու թիմերին էլ իհարկե մեկը մյուսի դարպասին սպառնալու համար Մուրադյան նորից Արաքելյանի հետ է խաղարկում գնդակը ավալ լավ տարավին է գնդակը լավալը դեպի Պերեդեն ու տեսեք ունի տարածություն Մանչեսթեր Սիթին Պերեդե դեպի Կոստենկովը նորից ավալ ով է հարվածելու ոչ ոք այդպես էլ առայժմ չի հարվածել Պերեդե վտանգավոր է Զորաբյան հարված ու Ստեփանյանը նորից հեռացեց գնդակ ու նորից անկյունային իրականացնի Մանչեսթեր Սիթին այո մոտ էր Զորաբյանը այս խաղում բացի դարպասի գրավումից երկու առնվազն անգամ էլ կարող էր գրավել դարպասը այս խաղում երկու հնարավորություն ստացավ, բայց երկու դրվագում էլ չստացվեց Զորաբյանի մոտ։ Սարգսյան ուղարկեց Կոստենկովին դեպի կենտրոն Պերեդեի ուղղությամբ էլ Կոստենկովը փոխանցեց ու ավելի ետ են ուղարկում գնդակը Սիթի ֆուտբոլիստները այստեղ Խլղացյանն է իհարկե հաղթանակի դեպքում Սիթին չի շրջանցի Կադիսին բայց միավորների տարբերությունը կնվազեցնի մինչև նվազագույնի այո մեկ միավոր կպահանջվի արդեն այդ դրվագում այդ ներողություն տարբերակում այսպես ասեմ այո Կոստենկով վտանգավոր էր ու հիմա նորից փրկվեց Կադիսը մի փոքր բարձր ընթացավ Կոստենկովի հարված այդ դեպքում արդեն մեկ միավոր կպակասի Մանչեսթեր Սիթին հավասարվելու համար մրցաշարային աղյուսակում Կադիսին փոփոխություն Սիթի կազմում նորից տեղի ունեցավ Պետոյանը վերադարձավ խաղադաշտ ու փոխարինվեց Սասուն Զորաբյանը Մարության կասի այս գնդակին Մարության այո հասավ ու պահեց գնդակը ոչ արդեն հետո կորցրեց հավասարակշռություն ու գնդակն էլ դաշտի սահմաններում չստացվեց պահել Մուրադյան ուժեղ փոխանցում առաջ այստեղ էլ Շիթխանյանը միջամտեց դրվագին բայց մնաց գնդակը ամեն դեպքում Մանչեսթեր Սիթի ֆուտբոլիստների մոտ Դանի Պետոյան դեպի աջ ավալի ուղղությամբ ավալ ու խախտեց ավալ այո խաղի կանոնները
կազմը եւ ստանդարտ իրականացնի Կադիսը Ֆիդանյանն է գնդակի մոտ հերվից փորձ ու գնդակը դարպասում է մեկ Կադիսը հավասարեցնում է Անդիպանաշվիլիչ կրակոց էր Ֆիդանյանից եւ այստեղ Մուրադյանը նույնիսկ չնկատեց գնդակի ուղղությունը հաշիվը հավասար է Ռոբերտ Ֆիդանյան մեկ-մեկին հրաշալի հարված կատարեց Ֆիդանյան իհարկե ոչ ոք չէր սպասում նրանից հարված այս դրվագում ու խնդրեմ պատասխան գնդակը հեղինակված է հիմա արդեն թիմերը պետք է սկսեն ամեն ինչ 0-ից կարելի ասել այո 1-1 ու սա իհարկե երկու թիմերին էլ այսպես ասենք ձեռնտու չէ այս արդյունքը երկուսն էլ միանշանակ աղադաշտում են 3 միավորի համար Մրցաշարային աղյուսակից ելնելով բնականաբար Մակարյան լավներ փոխանցումը դեպի Սևադա Օհանյանը եւս մեկ գրոյի անցել Կադիսը իհարկե արդեն գոլից հետո ակտիվացավ Կադիսը բայց այստեղ գնդակը հենց Սևադա Օհանյանից հեռացավ դաշտի սահմաններից դուրս Go Պետոյան, հիմա Սիթին է անցել գրոյի ձախ եզրով դեպի կենտրոն, բայց այստեղ չհասավ գնդակը Պերեդեին, իսկ հետո Պերեդեն ինքը գնդակի խլում իրականացրեց մրցակցից եւ ինչ է նշանակում մրցավերը արված դարպասից այո Պերեդեից է գնդակը լքում դաշտի սահմանները Հիմա արդեն կարելի է խաղարկել գնդակը Ստեփանյանը գլորում է գնդակը Ջուլակյանի ուղղությամբ երկար փոխանցում Ջուլակյանից ու այստեղ Կոստենկովն է լավ գործում երկրորդ դրվագում նույնպես ստացվեց ֆայլ գնդակը Սիթի ֆուտբոլիստների մոտ Պերեդե Դեպի ավալ ուղարկեց ավալն դեպի Պետոյանը արված ու այստեղ եթե չեմ սխալվում Ջուլակյանը փակեց գնդակի ուղղությունը նորից է գրովում Սիթին ավալ երկրորդ տեմպով տեսնենք ինչ կտա Manchester City գրով Պերեդե դեպի ետ ուղարկեց Պերեդեն էլ գնդակը Արաքելյանին տեղափոխված է գնդակը Աչեզր Խլղացյանի ուղղությամբ նորից Պետոյան ու այստեղ չանցավ Պետոյանի կատարած փոխանցումը եւ փոխարենը Կադիսն է փորձում գրոել բայց Մակարյանի փոխանցումն էլ բավական ուժեղ էր Խլղացյան Պետոյանն է ուղարկում գնդակը տեսնենք ինչ կորոշի Դանի Պետոյանը նորից դեպի ետ դարպասապա Մուրադյանին ու Հիմա եւս մեկ գրով պետք է փորձում սկսել Manchester City-ն հրաշալի փոխանցում Պետոյանից դեպի ավալը Խախտեցին խաղի կանոնները ավալի նկատմամբ այս դրվագում Արաքելյան Պետոյանն է շարժվում առաջ գնդակով, տեսնենք Պետոյանի որոշումը գուցե նման իրավիճակում քանի դեռ Manchester City այս փոխանցումները այնքան էլ հաջող չեն ստացվում, Պետոյանը փորձի խաղը կառավարել, իր վրա վերցնել, այո, կենտրոնում դաշտի միջին հատվածում նա շատ լավ կարողանում է կազմակերպել այդ ամենը եւ բացի այդ իհարկե նրա մոտակայքում են գործում ավալն ու Պերեդեն, ինչը շատ լավ հնարավորություն է իհարկե ընձեռում Պետոյանին տարածություններ, ազատ գոտիներ փնտրելու համար արձակվողների համար
Pereden. Ու եզից արդեն կնետեն Կադիսի ֆուտբոլիստերը, այո, գնդակը հեռացավ այս դրվագում City ֆուտբոլիստից կատարված է եզրային նետումը Ղևոնդյան Սարգսյան հակամարտություն տեսանք, այստեղ հեռացման շոտ ի վերջո կատարեց Ղևոնդյանը եւ հետո արդեն գնդակը մնաց City ֆուտբոլիստերի մոտ լավն է այս փոխանցումը ավալ ու այստեղ չի ստացվում նորից գրավել դարպասը Պերեդեի հրաշալի փոխանցումից հետո այո գնդակը հենց ավալից վերջում հեռացավ դաշտի սահմաններից դուրս Good Pere, good. One more. Ու այո, հիմա արդեն City նորից կարող է առաջանցնել հաշվի մեջ խլեց գնդակը Կոստենկովը եւ կար խաղի կանոնների խախտում այստեղ էլ Արսեն Կոստենկովի դեմ պայքարում արագորեն տեղադրեց Կոստենկովը խաղարկեց գնդակը Պերեդե Պետոյանը վերականգնեց գնդակը, այո, Պերեդեն կորցրեց, հետո City նորից խլում իրականացրեց գնդակի Խլղացյան դեպի Աչեզր ավալն արդեն այստեղ է Ավալը շարժվում է առաջ ուղարկում գնդակը Պերեդեի ուղղությամբ ու այստեղ էլ սայթակեց Պերեդեն եւ առաջ է նետվում արդեն Կադիսը Շիրխանյան լավ դերանցումը Շիրխանյան վտանգավոր է բայց Խլղացյանն էլ շատ լավ այս իրավիճակում պաշտպանվեց ու հիմա City-ն կարող է արագ գրոհի անցնել ավալ Դեպի Պետոյանը այստեղ Պետոյանն էլ գնդակ ուղարկեց դեպի Խլղացյանով արվածում է ու City-ն նորից առաջ է հասնում հաշվի մեջ Ռոբերտ Խլղացյան 2-1 City-ն այս խաղում արդեն երկրորդ անգամ է հայտնվում հաղթողի կարգավիճակում ու հիմա նույն խնդիրն է առաջացել իհարկե Կադիսի մոտ պետք է նորից մտածել հաշվի հավասարությունը վերականգնելու մասին այո շատ լավ միացավ գրոհին Խլղացյան ու ինքն էլ եզրափակեց սկսեց ինքը ամեն ինչ ինքն էլ եզրափակեց ու հիմա Մանչեսթեր City-ն այս խաղում երկրորդ անգամ նորից հայտնվում է հաղթողի կարգավիճակում իսկ ինչ է այստեղ պահանջում Կադիսը հիմա կարծես Խաղի կանոնների խախտում էին պահանջում Կադիսի ֆուտբոլիստերը, բայց մրցավարը ոչինչ չարձանագրեց, կարծում եմ դադարի ընթացքում առաջիկա հնարավորության դեպքում կդիտի ախորդ դրվագի կրկնապատկերը։ Պետոյան շարժվում է առաջ, Պետոյանը գուցե արվեց փորձի, սա փոխանցում է դեպի Պերեդեն նորից ավալ Ուղարկեց նորից Պերեդեի ուղղությամբ լավ է խաղարկում հիմա Մանչեսթեր City-ն գնդակը դեպի աշ տեղափոխեցին այստեղ Գերլան Կոստենկովն է Պետոյան ու տեսեք խլում իրականացեց Կադիսը Ֆիդանյանն էլ շարժվում է առաջ արգելակեց Միպա Իսկ այստեղ Կոստենկովն էլ շատ հրաշալի գործեց ու տեսեք ձախից կա Պերեդեի տարբերակ ուղարկեց դեպի Պերեդեն եւս մեկ փոխանցում ու հեռացնում են այստեղ Կադիսի ֆուտբոլիստերը գնդակը հետո էլ արդեն գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից դուրսից մրցավարը հիմա կուսումնասիրի նախորդ դրվագը հասկանանք կար խաղի կանոնների խախտում թե ոչ Խլղացյանի կողմից Ուսումնասիրեց մրցավարը նախորդ դրվագը խաղի կանոնների խախտում չկար հաշիվը իհարկե մնում է անփոփոխ եզից կնետեն Կադիսի ֆուտբոլիստերը այո եթե հիմա տեղի ունեցածին խաղի կանոնների խախտում Խլղացյանի գործողություններում արդեն 11 մետրանոց կվաստակեր Կադիսը բայց շատ մաքուր էր գործեր Խլղացյան այդ դրվագում ու Հիմա շարունակում ենք հանդիպումը Պերեդեն է գնդակով շարժվում է առաջ Պերեդեն բայց այստեղ հաստրեց Ֆիդանյանը հեռացնել գնդակը նրա ոտքերի առջևից Խլղացյան
շատ վստահ պաշտպանվեց այստեղ։ Շատ վստահ գործեց ավելի ճիշտ ասենք։ Խլղացյան ու ախնդրեմ երկար փոխանցում դեպի Սարգսյանը, բայց այստեղ Ստեփանյանը առանց խնդիրների վերցեց գնդակ, այո Սարգսյանի մոտ չստացվեց իջեցնել գնդակը Խլղացյան դեպի Ետ ու Մուրադյանը վերցնում է այստեղ գնդակը։ Ստանում եմ Վայ Մուրադյանից պատասխան փոխանցում ու երկար փոխանցում դեպի Պետոյանը։ Aval Go. դեպի Պերեդեն։ Aval, center, aval. Կոստեկով լավ անցում էր, բայց այստեղ արդեն կլեցին Կադիսի ֆուտբոլիստները փորձեցին գրոյի անցնելու հիմա էլ արդեն Պակվեց Սիթի պաշտպանության կողմից, բայց հիմա Կադիսը նորից կանցնի գրոյի Ֆիդանյան Ծախից ուղարկում է գնդակը դեպի Ծախ Բաբաբլոյանի ուղղությամբ նա է արվածում ու Մուրադյանը հեռացեց այստեղ գնդակը անկյունային է իրականացնելու հիմա Կադիսը Շիշխանյան ու այստեղ շատ թույլ ստացվեց փոխանցումը Խլղատյանն էլ հեռացեց գնդակը պարզապես առաջ Պերեդեն փորձում է հասնել այս գնդակին հասավ անցավ Պերեդեն ու հիմա չստացվեց Պերեդեի մոտ գնդակը բրցակցի դարպաս ուղարկել ինչ արեց այս իրավիճակում Սմութ Պերեդեն իհարկե իսկ հիմա արդեն չստացվեց խլում իրականացնել բայց Մարությանն էլ գործրեց գնդակը Պետոյանն էլ շատ վստահ կերպով գործեց այստեղ դեպի Պերեդեն եւս մեկ փոխանցում դեպի կենտրոն Պերեդենը ուղարկեց ավալի ուղղությամբ նորից Պերեդեն շատ հանգիստ խաղարկում է իհարկե Սիթին հիմա գնդակը շարժվում է առաջ Պերեդեն լավ անցում էր Պերեդե արված ու այս գոլով արդեն Սիթին վճռում է այս հանդիպան ելքը 3-1 է Պերեդեն դարձնում հանդիպան հաշիվը Երեք-մեկ այո, արդեն կրկնապատկում էր առավելությունը Մանչեսթեր Սիթին այս խաղում առաջին անգամ, բայց արդեն շատ քիչ խաղաժամանակ է մնացել հանդիպան ավարտին իհարկե Կադիսի տեսանկյունից պետք է նրանք արդեն ոչ թե մեկ, այլ երկու գնդակի մասին, առնվազն երկու գնդակի մասին մտածեն այս խաղում չպարտվելու համար ու հիմա տեսնենք 4 րոպե հանդիպան հիմնական ժամանակին, ինչ հանդիպան հիմնական ժամանակի ավարտը այդքան ունի Սիթին իր առավելությունը պահպանելու համար այդքան ունի պարտությունից խուսափելու մասին մտածելու համար Կադիսը բայց իհարկե առաջին տարբերակը ավելի այս րոպեներին ավելի իրատեսական է, քանի որ հիմա արդեն Սիթին կփորձի պահպանել այս առավելությունը, այո, տեսեք, շատ հանգիստ դուրս է գալիս Մանչեսթեր Սիթին պաշտպանությունից, Պետոյանն էլ զարգացնում է արագություն Դանի Պետոյան դեպի աջ վտանգավոր է ու Սարգսյանն է հիմա էլ գրավում, դարպասը 4-1 արդեն այս գոլով Ռոման Սարգսյանը փաստում է Սիթի այս խաղում հերթական 3 միավորը։ Ռոման Սարգսյանը հիմա էլ գրավեց Կադիսի դարպաս ու արդեն հանդիպան հաշիվը դարձրեց 4-1-ի օգուտ Մանչեսթեր Սիթի ֆուտբոլիստների, այո 3 գնդակի առավելություն ստացավ Սիթին։ Այս խաղում հանդիպան ավարտից 2 րոպե առաջ ու իհարկե արդեն 3 միավորի հետ կապված բոլոր հարցերի պատասխանը տրված է։ Խաղադաշտում Սիթին հաստրեց միավորների տարբերությունը Կադիսի հետ մինչև նվազագույնի, ճիշտ է հաղթում է Մանչեսթեր Սիթին այսօր, բայց 1 միավոր դեռ կզիջի Կադիսին իհարկե դեռ կան հանդիպումներ, որոնք պետք է կայանան եւ արդեն նոր ամբողջական պատկեր կստանանք բոլոր հանդիպումների ավարտից հետո Արաքելյան ուղարկեց գնդակը դեպի Պերեդեն իսկ այստեղ այո դուրս է եկել գնդակը դաշտի սահմաններից դուրս Գաբրիելյան
Ուղարկեց դեպի կենտրոն Դանի Պետոյանի ուղղությամբ գնդակը իսկ սա երևից արված էր Պետոյանից, բայց Ստեփանյանը այստեղ կարողացավ ամեն դեպքում հեռացնել գնդակը, Մուրադյանն էլ վերցնում է այստեղ գնդակ ու նետում Արտաշես Առաքելյանի ուղղությամբ դեպի Զորաբյանը Զորաբյան, բայց այստեղ ուժ է ստացվեց փոխանցումը Պետոյանի համար Մուրադյան շատ լավ նկատեց Պերեդեին կատարեց այս փոխանցումը, բայց Դուրգայանը թույլ չտվեց Սիթին եւս մեկ գրո սկսի ու հիմա արդեն կադիստ է անցել գրոյի Շիրխանյանը արված եղավ անդրադարձ, բայց Առաքելյանը այստեղ լավ գործեց, հետո էլ Գաբրիելյանը գեղեցիկ վարվեց չդիպչելով նույնիսկ գնդակին, բայց նորից է գրոհում Կադիսը եւս մեկ արված Ֆիդանյանից ու Վայե Մուրադյանը ոտքով է այստեղ էլ հեռացնում գնդակ, այո հանդիպան վերջին րոպեն արդեն մեկ դարկած է ու տեսնենք այս րոպեի ընթացքում ինչ առաջարկեն արդեն թիմերը մեզ Ռևոնդյանն է նետելու եզրից ուղարկեց առաջ Առաքելյանը հեռացեց գնդակը Գաբրիելյանն էլ հեռացման փորձ, բայց Ֆիդանյանի բաժին ասավ գնդակում արվածը շեղությամբ ընթացավ եւ հանդիպում հենց այստեղ ավարտվում է ծափարություններ երկու թիմերին էլ Սիթին հաղթեց 4-1 հաշվով ու վաստակեցի հերթական 3 միավորը էլիտ լիգայի այս խաղարկությունում խաղային օրը ավարտում ենք այս հանդիպումով բարի գիշեր ու ամենայն բարիք